Որպեսզի տարընկալում չլինի, դուք ինձ ներկայացրիք որպես վարչապետի թեկնածու, մենք միակ քաղաքական ուժն ենք, որ հայտարարել ենք, որ մեր առաջի համարը ես հավակնություն չունենք վարչապետի պաշտոնի, որտեղ մեր միակ նպատակը ընդդիմափոխությունն է, ոչ թե իշխանափոխությունը։ Մենք հասկանում ենք եւ իրերը գնահատելով շատ ռացիոնալ եկել ենք այն համոզման, որ այսօր ժողովուրդը տեր է կանգնել իշխանությանը, հիմա օրվա հրամայականն է, որպեսզի ժողովուրդը տեր կանգնի նաև ընդդիմությանը։ Եվ մենք հրավիրում ենք մարդկանց, ուրեմն չեզոքացնել այն սպառնալիքը, որ այս պահին մենք տեսնում ենք մեծապես ընդդիմության մեջ։ Մենք ուզում ենք այդ իրականությունը փոխել, մենք հասկանում ենք, որ ընդդիմությունը պիտի նույնքան ժողովրդի առաջ հաշվետու լինի եւ ժողովուրդը նույնքան պիտի պատասխանատվություն կրի ընդդիմության համար, որքան իշխանության համար է կրում։ Հնարավոր է արդյոք մեր երկրում, որ ժողովուրդը նույնքան շատ սիրի կամ չսիրի ընդդիմությունը, ինչքան որ սիրում կամ չի սիրում իշխանությանը։ Շատ կարևոր է, որպեսզի առհասարակ ընդդիմությունը ավելի լավը միշտ լինի գործող իշխանությունից, որտեղ ընդդիմությունը վաղվա օրն է, ապագան է։ Աղետ է, երբ ընդդիմությունը ավելի վատն է լինում իշխանությունից։ Ըստ էության կարելի է լինել մրցակից քաղաքական ուժին, իշխանության ընդդիմություն, բայց պետության ընդդիմություն չի կարելի լինել։ Սա ամենամեծ ճգնաժամն է ստեղծում, որովհետև մարդը երկու ոտք է ունենում։ Պետությունն էլ երկու ոտք պիտի ունենա՝ իշխանություն եւ ընդդիմություն։ Հայաստան ընդդիմությունը ըստ էության չունի եւ իշխանությունը պետությունը մեծ հաշվով մի ոտքով է, որը անընդհատ ցածկում է տեղում առաջ շարժվելու փոխարեն։ Մենք ունենք համոզումը, որ այդ երկու ոտքը պիտի լինի ամուր իդեմս իշխանության եւ ուժեղ ընդդիմության, որպես հակակշիռ իշխանության, որը հաշվետվողականություն եւ թափանցիկություն կպահանջի իշխանությունից եւ պետությունը դրանից միայն կօգտվի եւ առաջ կգնա։